Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալու են տիմընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մխիթար Մաթևոսյանը, ով շուրջ 2 ամիս է ինչ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Մխիթար Մաթևոսյանը գործարար է, ով երբեք չի եղել քաղաքական գործընթացներում եւ ներգրավել ընտրական process-ում քաղաքացիական պայմանագրի կողմից առաջարկություն ստանալուց հետո միայն։ Մխիթար Մաթևոսյանը մինչև քաղաքական գործընթացներում ներգրավելը իր անձնական միջոցներով իր համայնքի համար բազմաթիվ աշխատանքներ իրականացրել Վայքում եւ հարակից գյուղերում։ Մասնավորապես 2017 թվականին վերանորոգել է հայրենի Զառիթափ գյուղում գտնվող մատուռը, 44-օրյա պատերազմից հետո օժանդակել է զինվորական պանթեոնի կառուցմանը, նորոգել է ջրագծեր, ապահովել է մանկապարտեզներին կույքով, այժմ էլ իր միջոցներով վերանորոգում է Վայքի մշակույթի տան-մահարթակը։ Պարոն Մաթևոսյան, ինչու որոշեցիք դուք բազմաթիվ տարիներ զբաղվել եք մասնավոր բիզնեսով, ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն եւ ինչու հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով։ Ճիշտ ասած, մի 2 ամիս առաջ ես պատկերացում էլ չունեի, որ կարող է դառնամ տեխնացու կամ ժամանակավոր պաշտոնակատար։ Բայց հետո ժամանակավոր պաշտոնակատար դառնալուց հետո ես համոզվել եմ, որ ճիշտ եմ արել, որ համաձայնվել եմ դրան։ Ինչու։ Որովհետև ես գիտեմ, որ կարող եմ Վայքում շատ լավ ծրագրեր իրականացնել։ Իսկ առաջարկը ումից է եղել։ Առաջարկը իմ թիմից է եղել հիմնականում, ինձ հարազատ մարդկանցից, ինձ ճանաչողներից։ Ձեր համար կապ ուներ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կներ, թե ցանկացած այլ։ Բա ոնց կապ ուներ, որովհետև ես սատարում եմ մեր իշխանություններին եւ միշտ էլ սատարելու եմ, որովհետև ես գիտեմ, որ իրանք լավ են աշխատում, ճիշտ են աշխատում։ Ձեր թիմից մի քիչ խոսենք, գիտենք 40-ից ավել տեխնացու կա ձեր ցուցակում, ինչ սկզբունքով եք այդ մարդկանց ներգրավել ձեր թիմ եւ ինչու հենց իրենց։ Եվ դուք եք այդ ընտրությունը կատարել։ Մեր ցուցակում հիմնականում ինձ հարազատ մտերիմ մարդիկ են, որոնց ես շատ հարգում եմ։ Այո, իրանց հետ ես եմ զրուցել, մենք ենք համաձայնության եկել, իրանք համաձայնություն են հայտնել մեր հետ աշխատելու։ Միասին աշխատենք։ Ո՞րն է եղել սկզբունքը, որով ընտրել եք մարդկանց։ Գրագետ, կիրթ, համեստ, շատ հեղինակություն ունեցող մարդիկ են։ Շատ լավ հեղինակություն ունեցող մարդիկ են բոլորն են։ Պարոն Մաթևոսյան, դուք արդեն 1.5-2 ամիս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եք, այս ընթացքում ինչ աշխատանքներ իրականացվել։ Ահագին ծավալուն աշխատանքներ են կատարվել, թե ճանապարհների հարթեցում, ուղղում, կուլտուրայի տան բեմն ենք վերանորոգել, ՄՍԿ-ի դահլիճն ենք վերանորոգել, մանկապարտեզները ահագին պակաս բաներ ունեին, հնարավորին չափ օգնել ենք, ճիշտ է, ամբողջությամբ չենք կարողացել լրացնել բացը, բայց շուտով մանկապարտեզները ոչ մի բանի կարիք չեն ունենա։ Հենց կուզեի նշեք, որոնք կատարվել են համայնքի միջոցներով կամ համայնք կառավարության միջոցներով, այդ միջոցներով ինչ աշխատանքներ իրականացվել։ Այս կառավարության միջոցներով դեռ ոչ մի բան չի կատարվել, ոչ էլ համայնքի միջոցներով, որովհետև համայնքը այս պահին հնարավորություն չունի, միջոց չունի իրականում։ Իսկ սուբվենցիոն ծրագրեր, գիտենք, որ մարզերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում ակտիվորեն։ Ճիշտ է, դուք ընդամենը 1.5 ամսվա պաշտոնակատար եք, բայց ծանոթացած կլինեք, կուզեի ներկայացնեք, թե վերջին 1 տարում կամ թեկուզ 3 տարվա ընթացքում սուբվենցիոն կամ համայնքի կողմից թեկուզ մենակ ինչ ծրագրեր են իրականացվել։ Համայնքի կողմից, ինչքան գիտեմ, այս տարի մոտ մի 10 միլիոն դրամի լուսավորության աշխատանք է կատարվել գյուղերում, Ազադեք, մեկ էլ Արին գյուղում։ Իսկ սուբվենցիոն ծրագրերով։ Սուբվենցիոն ծրագիր է ինքը, մի մասը համայնքն է տվել, մյուս մասը կառավարությունն է հատկացրել, պետությունն է հատկացրել։ Այսինքն կարող ենք փաստել, արձանագրել ավելի ճիշտ, որ սուբվենցիոն ծրագրերը բավարար չափով չեն իրականացվում Վայք խոշորացված համայնքում։ Եթե համեմատենք մյուս համայնքների հետ։ Այո։ Բայց ես համոզված եմ, որ սրանից հետո ահագին
շատ մեծ ծավալուն ծրագրեր է իրականանում։ Համոզված եմ, որ Վայք քաղաքը կաշխուժանա բավականին մեծ ծավալուն սուբվենցիոն ծրագրեր կլինի։ Ո՞րն է Վայքի եւ իր հարակից, համայնքների հիմնական պոտենցիալը, որի վրա աշխատելով հնարավոր կլինի ակտիվացնել քաղաքը, չգիտեմ, աշխատատեղեր ստեղծել, միջավայր ստեղծել, որ մարդիկ մնան Վայքում, աշխատեն եւ ապրեն Վայքում։ Գյուղատնտեսությունը զարգացնելու համար նախ առաջինը Վայք համայնքում պիտի ունենանք կաթնամթերքի արտադրամաս եւ պահածոների արտադրամաս։ Ես համոզված եմ, որ այդ արտադրամասները որ լինեն, մեր գյուղատնտեսությունը կզարգանա, որովհետեւ գյուղացին իր արտադրանքը իրացնելու տեղ չունի իրականում, որովհետեւ տարածաշրջանում մենակ Եղեգնաձորում կա, ինչքան գիտեմ, արտադրամաս։ Եթե Վայքում այդ արտադրամասերը բացվեն, հաստատ գյուղացու համար ահագին օգուտ կլինի։ Պետությունը, կառավարությունը եւ համայնքը ինչ կարող են անել դրա համար։ Գիտենք, որ նման օրինակ նախաձեռնությունները պետք է մասնավոր անի, չէ՞, եւ պետության դերը այստեղ որն է։ Պետության դերը օգնեն մեզ գործընկերների միջոցով այդ արտադրամասերը բացվեն մեր Վայք համայնքում։ Վերջին տարիների ընթացքում ինչն է եղել խնդիրը, որ աշխատանքներ չեն իրականացվել Վայքում։ Փոքր ֆինանսական բյուջեն, թե կամքի բացակայությունը։ Ընդհանրապես Վայքը փոքր ֆինանսական միջոց ունի, բայց ես համոզված եմ, եթե ճիշտ կառավարենք, այդ բյուջեով հնարավոր կլինի սուբվենցիոն ծրագրեր իրականացնել։ Մի քիչ խոսենք քարոզարշավից, ինչպես է իրականացնում քարոզարշավը Վայքում, ընդհանրապես նախընտրական տրամադրություններ կան, թե դեռ пассив է վիճակը։ Չէ, նախընտրական տրամադրություններ կան, ժողովուրդը ընտրություններին մասնակցելու է, ու ես համոզված եմ, ժողովուրդը իր կամքը ամսի 5-ին կարտահայտի ընտրությունների ժամանակ։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Շանսերը շատ լավ եմ գնահատում։ Մյուս տեխնազոները եւս ակտիվ քարոզչություն իրականացնում են։ Այո, իհարկե։ Իսկ դուք ինչպես եք գնահատում մրցապայքարը, արդյոք անցնում է քաղաքակիրթ ֆոնի վրա, թե ինչ որ վիճակներ կան, որտեղ պայքարը սրվում է կամ անցնում է ինչ որ բարոյական կամ գիտեմ թեկուզ օրինական ինչ որ շեմեր։ Բաներ կա, որ ասենք հրապարակում են, որը իրականությանը չի համապատասխանում, պիտի տենց բաներ չարվի, ամեն մեկը իր պայքարը պիտի անի մաքուր, մեկը մյուսին հարգանքով, հարգելով, վերջը ամսի 6-ից հետո բոլորս էլ իրար հետ շփվելու ենք։ Տեսեք, Հայաստանում ընդհանրապես վերջին շրջանում, հատկապես պատերազմից հետո սրվել է հակամարտությունը քաղաքական ֆոնի վրա, նույն ընտանիքում նույնիսկ տարբեր հայացքներ ունեն մարդիկ, բարեկամներ իրար կարծես թշնամիներ են դարձել, այդպիսի միջավայր, այդպիսի տրամադրություններ Վայքում կան։ Ես այդպիսի բան չեմ նկատել Վայքում, ես թշնամի էլ չունեմ, ու երբեք չեմ ունեցել թշնամի։ Ձեր հիմնական հակառակորդ, հիմնական մրցակից ինչ որ մեկը կա, համարում եք ինչ որ մեկին, որ ձեր հիմնական մրցակիցն է։ Ճիշտ ասած, բոլորն էլ մրցակից են։ Ժողովուրդը պիտի ընտրի։ Կհամոզվենք ամսի 5-ից հետո։ Պարոն Մաթևոսյան, նաև վերջին թիմ ընտրությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան Կապանում, Գյումրիում եւ մի քանի նաև այլ համայնքներում եւ այլ մարզերում, դիտորդները արձանագրեցին, որ ընդդիմադիր ուժերը, որոնք ունեին համայնքային ռեսուրսներ, այսինքն գործող համայնքապետեր էին, օգտագործում էին իրենց համայնքային վարչական ռեսուրսները եւ նաեւ արձանագրել էին, որ գործող իշխանությունն էլ իր պետական վարչական ռեսուրսներն էր կիրառում այս մրցապայքարում, երկուստեք, այսինքն վարչական ռեսուրսեր կիրառվում։ Այստեղ դուք հիմա ժամանակավոր պաշտոնակատար եք, որոշ ռեսուրսներ ունեք, այսինքն համայնքային վարչական ռեսուրսների եք տիրապետում, նաեւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության տեխնատուն եք, այսինքն համապետական ռեսուրսների եք տիրապետում, օգտագործվում է վարչական ռեսուրս։ Չէ, վարչական ռեսուրս չի օգտագործվում։
ու կարիքը չկա էլ դրա։ Ակտիվ մրցապայքար է, առողջ մրցակցություն տեղի ունի։ Առողջ մրցակցությունն է տեղի ունենում ընդհանրապես։ Գիտենք նաև, որ տեխնացուները ոչ միայն դուք եք բիզնես ոլորտից, նաև այլ տեխնացու կավ բիզնեսի հետ իրապետում, ռեսուրսներ ունի ինչ-որ չափով, բացի վարչական ռեսուրսներից, նաև շատ կարևոր գործոն է ընտրություններում, նաև բիզնես ռեսուրսը, մարդիկ աշխատողներ են ունեն, ճնշումներ կարող են գործադրել, այդպիսի բաներ նկատվում է։ Այդպիսի բան իմ կողմից չի եղել ու չի էլ լինելու։ Իսկ մրցակիցների կողմից։ Մրցակիցների կողմից էլ չեմ էլ ուզում հետաքրքրվեմ իմանամ ով ինչ է օգտագործում, ով ինչ է անում։ Վայքեցին կարողանում է իր տեսակետը ազատորեն արտահայտել, չվախենալ, արտահայտել իր կամ արտահայտությունը իրականացնել ազատորեն կարողանում է։ Ոնց վախի մտնոլորտ չի կարող լինել, որովհետև վայքեցուն ես համոզված եմ, որ ոչ մեկը չի կարող վախցնի։ Ինքը իր ընտրությունը անելու է անպայման։ Պարոն Մատևոսյան, նաև հետաքրքիր է, որ դուք նշեցիք եւ նաև մենք խոսել ենք տարբեր մարդկանց հետ, որ դուք ձեր անձնական միջոցներից եք ներդրումներ անում եւ նաև այն ժամանակ, երբ դեռ ոչ քաղաքական նկրտումներ ունեիք, ոչ էլ ժամանակավոր պաշտոնակատար էիք, ինչն է մոտիվացնում ձեզ, ինչն է հաս տիպում ճակերտավոր, որպեսզի ձեր անձնական միջոցները ներդրեք ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար։ Նախ ես շատ եմ սիրում իմ Վայք համայնքը, իմ Զառիթափ գյուղը։ Ու ես շատ եմ սիրում իմ ժողովրդին։ Ու ես ուզում եմ ամեն ինչ անեմ, որ մեր ժողովուրդը լավ ապրի, մեր երեխաները լավ ապագա ունենան։ Ու գիտեմ, որ ժողովուրդն ինձ է հարգում։ Ու հարգում է, որովհետև ես աշխատող ստեղծող մարդ եմ։ Հիմա գտնվում ենք կուլտուրայի տան հարակից տարածքում, սա մեր կուլտուրայի տունն է։ Ինչ աշխատանքներ իրականացվել։ Ճիշտ ասած մաքրման աշխատանքներ է իրականացվել եւ կուլտուրայի բեմը ահագին մեծ խնդիրներ ուներ, կուլտուրայի տան բեմն է վերանորոգվել։ Ինչ միջոցներով են վերանորոգվել։ Իմ անձնական միջոցներով է վերանորոգվել, որովհետեւ այս պահին բյուջեում հնարավորություն չկար, բյուջեում փող չկար։ Իմ առաջի այցելության ժամանակ ինձ ծանոթացրել են խնդիրների մասին եւ խնդրել են, որ բեմը կառուցվի, ես իմ անձնական միջոցներից նորոգել եմ բեմը։ Իսկ ուրիշ ինչ խնդիրներ կան մշակույթի տանը։ Ճիշտ ասած, խնդիրները շատ են։ Մեր առաջնահերթություններից մեկը կուլտուրայի տունը կարգի բերելն է լինելու։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր կուլտուրայի տունը դառնա ամենագեղեցիկ, ամենաժամանակակից վայրերից մեկը, որ երիտասարդները հաճույքով այցելեն կուլտուրայի տուն։ Դուք պլաններ ունեք, նախատեսում եք ինչ-որ աշխատանքներ իրականացնել ընտրվելու դեպքում։ Անպայման, ես ասեմ, մեր առաջնահերթություններից մեկը դա է լինելու եւ սուբվենցիոն ծրագրով ամեն ինչ անելու ենք, որ անպայման վերանորոգվի կուլտուրայի տունը։ Իսկ դուք ճանաչելիության խնդիր ունեք, մարդիկ ձեզ ճանաչում են ոչ միայն Վայքում, այլ նաև մյուս համայնքներում։ Դե հնարավոր է, որ ճիշտ ասած ես գյուղերի հետ շատ եմ շփվել, համարյա գյուղերում ինձ բոլորը ճանաչում են, նույնն էլ Վայքում ասենք ես Վայքում էլ բիզնես ունեցել եմ, շփվել եմ ժողովրդի հետ, համարյա բոլորին ճանաչում են։ Ինձ թվում է չճանաչելու խնդիր չկա։ Պարոն Մատևոսյան, ինչպես նշեցիք, բազմաթիվ են խնդիրները Վայքում եւ անհնար է դրանք կարճ ժամանակամիջոցում լուծելը, բայց որոնք են առաջնային խնդիրները, որոնք դուք ընտրվելուց հետո պատրաստվում եք առաջնային լուծում տալ։ Առաջնային խնդիրներից մեկը կուլտուրայի տան վերանորոգումն է։ Գյուղական համայնքներում ջրի, խմելու ջրի եւ ոռոգման ջրի խնդիրները լուծելը։ Գյուղական համայնքներում փողոցների ասֆալտապատումը, Վայքի Շահումյան փողոցի վերանորոգումը, առաջնային խնդիրները դրանք են։ Դրանք կատարվելու են սուբվենցիոն ծրագրով հիմնականում ճիշտ հասկացա։ Հիմնական սուբվենցիոն ծրագրերով
Հա, հիմնական սուբվենցիոն ծրագրերով։ Ինչքան է կազմում վայքի բյուջեն։ Այքի բյուջեն միանալուց հետո մոտ 1 միլիարդ կհասնի։ Իսկ դրանք կբավարարեն, որպեսզի համայնքը իր ներդրումը ունենա սուբվենցիոն ծրագրի մեջ։ Հա, հաստատ կբավարարը։ Ամեն ինչ անելու են, որ ընտրվելուց հետո ժողովուրդը գոհ մնա իր ընտրությունից։ Այսինքն չհիասթափվի իր ընտրությունից։ Համոզված լինի, որ ճիշտ ընտրություն ա կատարը։